թրիփի վերաբերյալ այդ նոր կամ այսպես ասած լրացված հայտարարությունը որքանով է բխում Հայաստանի շահերից, տարբեր վերլուծություններ, գնահատականներ հնչեցին, այնտեղ մասնաբաժինների մասին խոսվեց, այդ ուղղությամբ քննադատեցին Հայաստանի իշխանություններին, եղան նաև պաշտպանողներ, որ բնական է ներդրումների մեծ ծավալը անում է ԱՄՆ-ն, այդ բաժնեմասերի բաժանումը նորմալ է, 49 տարի հետո հարաբերակցությունը կարող է փոխվել, երբ ԱՄՆ-ն վերադարձնի իր գումարները, եւ նաև այս հայտարարությունը արդեն երկրորդ անգամ քննարկվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջև, նրանք քննարկում են ունենում, մտահոգություններից դրդված են քննարկում եւ ձեր գնահատականը հենց նոր հայտարարության հետ կապված կամ լրացված։ Ես տնտեսագետ չեմ, բայց մի քանի 100 միլիոն դոլարի ներդրման մասին է կարծեմ խոսքը գնում եւ պարզը որ 49 տարի հետո չի, եթե այդ ճանապարհները բացվեն, այդտեղ մեծ ապրանքաշրջանառություն է անցնելու, չեմ կարծում որ 40 տարուց է Ամերիկան իր ներդրումները Միացյալ Նահանգները այդտեղից դուրս բերելու, կրկնեմ, դա տնտեսագիտական հաշվարկներ պիտի լինեն։ Հաջորդը շատ կան միջազգային պայմանագրեր, որտեղ ներդրողը ինքը ներդրումների ուրեմն ծավալի հետ կապված չի կարող տվյալ պետությանը, որի տարածքային ամբողջականության համատեքստում է եւ որը ինքն է տրամադրում հողատարածքը, այսպես ասենք, ուրեմն ներդրող կողմին ունի այսպիսի ցածր մասնաբաժիններ։ Խոսքը ոչ թե ներդրման հետևանքն է, պատճառը այն է, որ Հայաստանը պարտվել է պատերազմում եւ Հայաստանը չի կարող լինել թելադրող կողմ։ Ամերիկայում հատկապես Տրամպը, որը բիզնես մտածելակերպ ունի, ոչ թե միջազգային իրավունքի մասին է խոսում, գիտեն, որ Հայաստանը կախված է, մեծապես կախված է ամերիկյան կողմի աջակցությունից։ Եվրոպական էլ, բայց հիմնական ուժային առումով ամերիկյան եւ պարզը, որ լինելով Ամերիկայի նախագահ, Տրամպը իր երկրի շահերը պիտի առաջ տանի։ Բայց գուցե փոխվեն այս հարաբերակցությունը փոխվի, որտեղ սա հռչակագիր է, սա պայմանագիր չի, այդտեղ կա կետ, որ այս հռչակագիրը չի սահմանում իրավունքներ եւ պարտականություններ կողմերի համար, այսի շրջանակ չի սահմանվում։ Նոր պայմանագիր պիտի կնքվի արդեն ռեալ, որը կվերաբերի թրիփի գործունեության։ Այնտեղ նշում են, որ թրիփի գործունեությունը կախված է հայ-թուրքական հարաբերությունների եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։ Քանի դեռ չի եղել հայ-թուրքական սահմանի բացում, թրիփը Թուրքիայով է Ես չեմ պատկերացնում ուրիշ որտեղով պիտի որ նայում ես լոգիստիկ ճանապարհներն եւ ասում են միջին միջանցքը Թուրքիայով է անցնելու։ Եթե Թուրքիան չի մտնում, չի շտապում սահմանը բացել թրիփը ինչպես է գործելու։ Այ եթե Տրամպը ճնշի Էրդողանին այդ լծակներն ունի, միանշանակ ես կողմ եմ, բայց դեռ ես այդպիսի քայլեր չեմ տեսնում։ Ադրբեջանական կողմին են կարող են ճնշել, ասել ինչ կապ ունեն հանրաքվեի արդյունքները։ Մի կարևոր բան մենք պիտի չմոռանանք։ Ադրբեջանը հանրաքվեի արդյունքներով է պայմանավորում խաղաղության պայմանագրի ստորագրում։ Իսկ եթե հանրաքվեի արդյունքներ ժողովուրդը մերժի, օրինակ, այսինքն կամ երբ է լինելու հանրաքվեն ընտրություններից հետո, գուցե 1 տարվա ընթացքում, այսինքն մոտ 1 տարի մենք դեռ չենք ունենալու խաղաղության համաձայնագիր։ 1 տարում ինչ կփոխվի աշխարհում, այն աշխարհում, որտեղ 2 ժամում բան է փոխվում, չես էլ հասցնում հետևես։ Արկախված վիճակ է աշխարհում, բայց այն որ սա դրական քայլ է, այն որ Հայաստանը պիտի ամեն ինչ անի, որ ամերիկյան կողմին բերի տարածաշրջան, այստեղ որևէ կասկած չի կարող լինել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն,
կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Իսկ Թուրքիայի ուղղությամբ որ պայմաններում կամ որ պարագայում ակնկալել Թրամփի կողմից ճնշման գործադրում։ Ցավալիորեն այսօր միջազգային ասպարեզում ես չեմ տեսնում, որ Ամերիկան կճնշի Թրամփը Էրդողանի, որովհետև Թուրքիան իրեն շատ անհրաժեշտ է Սիրիայում։ Ես կանխատեսում եմ, որ այնտեղ ինչ-որ գործողություններ տեղի կունենան։ Ճիշտ է, ԱՄՆ-ն զսպում է թուրքերին քրդերի հետ կապված Սիրիայում, բայց օրինակ ռուսների շահերի դեմ գործելու առումով հաստատ կօգտագործվի Թուրքիան։ Հիշում ենք մի օր Թրամփը ասաց, որ Էրդողանը ուժեղ բանակ ունի, դա պետք կգա Սիրիայում։ Թուրքիան կարևոր է մերձավոր արևելքում Պաղեստինի հետ կապված ԱՄՆ համար, կարևոր է Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, այսինքն Թուրքիան մեծ դեր ունի, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է։ Ինչու՞ չէ կարևոր է Ուկրաինային ռազմական, ուրեմն մատակարարումների առումով Թուրքիան գիտենք աջակցում է, այսինքն արդյոք Հայաստանը կդառնա այնքան կամ այդ ճանապարհը կարևոր Թրամփի համար, որ նա կճնշի Էրդողանին, որը ինքը ցանկություն չունի բացել սահմանը, թե չէ մինչ օրս դա արված կլիներ, ես չեմ կարող ասել, բայց որ այդ լծակները կան ԱՄՆ ձեռքում, նայ տնտեսական նախ եւ առաջ դա միանշանակ է։ Գուցե սիմվոլիկ քայլեր կատարվեն այդ հաճախ որ ասում են երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացում տնտեսական լոգիստիկ ճանապարհներ ես չեմ կանխատեսում, կրկնեմ, եթե Թրամփը մի օր իրոք չորոշի, որ ժամանակը եկել է բացել այսպես կոչված միջին միջանցքի ճանապարհը։ Իրանի հիշատակեցիք ինչ է կատարվում Իրանի շուրջ եւ զարգացումներ, այսինքն այդ բողոքի ակցիաները ճնշվեցին։ Խնդիրը այսպեսին է, Թրամփը ինչպես Վենեսուելայում, այնպես էլ Իրանում ուժային մեթոդի չի ցանկանում դիմել, որովհետև Ամերիկայում բոլոր հարցումները դեմ են դրան։ Ուրեմն ամերիկյան բնակչությունը իզոլյացիոն քաղաքականության կողմ էր ըստ էության քվեարկել։ Թրամփը դա էր խոստացել։ Հիմա զորքը ուղարկել այստեղ այնտեղ Գրենլանդիա, Վենեսուելա, Իրան, Թրամփը դա իրեն չի կարող թույլ տալ, այն էլ միջանկյալ ընտրություններից առաջ, այն էլ ցածր, շատ ցածր, նույնիսկ ասում են ամենացածր հեղինակության պայմաններում նախագահի, այսինքն նա կարճաժամկետ SVO-ներ կարող է իրականացնել։ Իրանում կարճաժամկետ չի կարող նա որևէ բան կատարել, որովհետև Իրանը մեծ պետություն է, այնտեղ բազմաթիվ խմբեր կան, բացի այդ արաբական Պարսից ծոցի երկրների ըստ էության դեմ են արտահայտվում այդ հարվածին, որովհետև ամբողջ տարածաշրջանը դա կապակայունացնի։ Դա Վենեսուելան է չի նույնիսկ, այսինքն մի քանի շերտեր կան, իսլամական պահապանների կորպուսն են, մոլլաներն են, ռեֆորմիստներն են, փոքրամասնությունների մասին միլիոնավոր չեմ էլ խոսում։ Այսինքն Թրամփը իմ կարծիքով դեռ փորձում է պայմանավորել, համենայնիվ նա ասաց, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, հուսով եմ եւ դա մեր շահերից է բխում, որ ուժային մեթոդի Միացյալ Նահանգները չի դիմի, փոփոխությունները կլինեն ներսից, այն շրջանակները, որոնք ավելի հակված են հարաբերություններ կառուցել արևմուտքի հետ, դա ռեֆորմիստներն են, նրանք կգան համաձայնության, բայց ես կարծում եմ, որ հոգեվոր իշխանությունը ամեն ինչ կանի դա խոչընդոտելու համար, Պուտինն էլ տեսնում ենք էլի ակտիվացել է, զանգահարում է, այսինքն այստեղ
փոխել է, ամեն ինչ շատ բարդ է։ Պարզ է, որ նույնիսկ արդեն 20,000 զոհի մասին են խոսում, ներսում, ասում են բժիշկները հաշվարկել են, սա երբեք չի մոռացվի։ Այաթոլլան արդեն գիտի, որ ինքը ատելություն է, այսպես ասած, վայելում ճակերտավոր իր երկրի ներսում, եւ սա ուրեմն ռոմբի էֆեկտ է ունենալու, այսօր դանդաղեցված։ Երբ դա կպայթի, որ կենտրոնները կօգտվեն, միանշանակ է, եթե Իրանում լուրջ փոփոխություններ տեղի չունենան, այդ թվում տնտեսական եւ քաղաքական, վատագույն սցենարը Իրանի համար դեռ առջևում է։ Տիկին Դալաքյան, Մոլդովան մոտ ապագայում դուրս կգա ԱՊՀ-ից, այս մասին հայտարարել է փոխվարչապետը, նաև նշել, որ գործընթացը ըստ էության սկսված է։ Ռուսաստանից սպասել արձագանքի, թե նրանք այս պահին կենտրոնացած են Հայաստանը, այսպես ասած, չկորցնելու վրա։ Ավելին ասեմ, մի քանի օր առաջ նախագահ Սանդուն նշեց, որ ինքը դրական է վերաբերում Ռումինիայի հետ միավորմանը։ Սա մեծ աղմուկ է բարձրացրել, իդեպ նույնիսկ Ռումինիայում չգիտեն ինչ պատասխանել, դե գիտենք պատմականորեն Մոլդովան Ռումինիայի տարածք է եւ 30-ից 40% բնակչության աջակցում է այս հարցումների դրան։ Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն ունենալ ՆԱՏՕ-ական տարածք Մոլդովայում Ռուսաստանի շահերին չի համապատասխանում։ Մենք գիտենք Մոլդովան Ուկրաինային է սահմանակից։ Ռուսաստանը չի կարող կենտրոնանալ միտեղ, որովհետեւ Ռուսաստանը ցանկանում է լինել կայսրություն։ Կայսրություն լինելու համար միայն Հայաստանը քիչ է, Հարավային Կովկասը քիչ է։ Նախկին հետսովետական երկրները մինիմում նվազագույնը պետք է լինեն իր ազդեցության օրբիտայում եւ կարող ենք ասել, որ այսօր այսպես ամենտեղ քաոս է կարծես Ռուսաստանի համար։ Նա կորցնում է իր դաշնակիցներին, ինչու՞ չէ Կուբայում էլ։ Պուտինը իհարկե խոսեց, որ կաջակցեն, բայց ես չեմ հասկանում ինչպես կարող է նա Վենեսուելայից հետո ինչ միջոցներ ունի աջակցելու Կուբայի ռեժիմին, եթե Տրամպը իրոք որոշի այնտեղ ռեժիմ փոխել։ Իրանում ըստ էության Ռուսաստանը գիտակցում է, որ կարող են պրոցեսներ տեղի ունենալ։ Միջին Ասիայի երկրները Տրամպի հետ հանդիպեցին, Տրամպը խոսեց, որ իրեն կարևոր են ԱՄՆ-ի համար, Աֆրիկայում է կորցնում իր դիրքերը, Վագներն է այնտեղ թուլանում, կարծում եմ Սիրիայում, Լիբիայում է ակտիվանալու թնջուկը։ Այս պայմաններում Ռուսաստանը իրեն չի կարող թույլ տալ կորցնել նաև հետսովետական, հետխորհրդային երկրները։ Ինչ մեթոդների կգնան, դա արդեն կախված է փոքրամասնություններից, Գագաուզիայի վրա են հիմնականում փորձում այնտեղ շեշտը դնել, ոչ թե Մերսնեստրի, այլ Գագաուզիայի ղեկավարը գիտենք ձերբակալված է։ Գուցե ակտիվացեն այդ հարցը, որովհետև այլ լծակներ ես չեմ տեսնում Մոլդովայի ուղղությամբ։ Իսկ արդյոք Մայա Սանդուն կարող է ճնշել ուրեմն Գագաուզիայի եւ այնտեղ ռուսական Իլոն Շորի, գիտենք, գումարներով ինչ որ շարժումները, դա առաջիկայում կերևա։ Իսկ Հայաստանի ուղղությամբ ինչ գործիքներ ունեն կիրառելու, նաև այսօր Լավրովը հայտարարում է, որ Կայա Կալասը երբ ասում է, որ Մոսկվան Հայաստանում կօգտագործի կկիրառի Մոլդովայի սցենարը, պետք է հայ ժողովուրդը սրանից լուրջ հետևություններ անի, որովհետև Մոլդովայում նախագահը ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով։ Ես չեմ լսել, որ Մոլդովայում նախագահ ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով։ Լավրովի գնահատականն է։ Լավրովը լավ կլինի մի հատ Լուկաշենկոին գնահատի, հետո Մադուրոին, Ասադին նոր գա հասնի Մայա Սանդուին։ Այնտեղ եվրոպական դիտորդներ են եղել, հավնեպս ցույցեր չեն եղել Մոլդովայում, ի տարբերություն նույն Վենեսուելայի, իսկ Ռուսաստանում դե ցույց չես կարող անել, եթե քո կյանքը քեզ համար թանկ է։ Ալիևից էլ կարող է խոսի դեպ եւ Էրդողանից, այսինքն սա դնենք մի կողմ։ Պուտինը դե գիտենք 120% հեղինակություն ունի։ Ռուսաստանում ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, նա իհարկե շատ նուրբ է սկսել խոսել, ասեց, որ հայ ժողովրդի իրավունքն է դառնալ Եվրամիության անդամ, այդ ագրեսիվ պահվածքը կարծես փոխում են, որովհետև գիտակցում են, որ ինչքան ագրեսիվ են, այնքան ավելի շատ են կորցնում հայ ժողովրդի համակրանքը եւ այստեղ հարցը Նիկոլ Փաշինյանը չի, եթե դու անընդհատ քո դաշնակցին սպառնում ես եւ վիրավորում ես, գուցե ժամանակն է մի փոքր փոխել քաղաքականությունը Սոլովյովի դեպքից հետո կարծում եմ այնտեղ ինչ որ այդպեսի արդյունքի եկել են եզրահանգման, բայց այն որ Ռուսաստանը մեծ լծակներ ունի, առաջին տնտեսական Այսօր իդեպ դաշնակցության անդամներից մեկը խոսում էր գույք պարտքի դիմաց գործարքի արդյունավետության դրական կողմերի մասին, խնդրում եմ, եթե այդպիսի կողմ կա դրական, թող իրենք բարձրաձայնեն, անդադ ասում է կան որն է, ասեք որն էր, որ մի քանի $100 միլիոն, հենց $100 միլիոն պարտքի դիմաց գործարաններ հանձնեցիք, որոնցից մեկը $250 միլիոն էր գնահատվել, եւ ինչ ներդրում է կատարել Ռուսաստանը։ Հենց դրա պատճառով երկաթուղին, իհարկե դա Քոչարյանի վերջին տարիներին
Պուտինին տրվեց Սերժ Սարգսյանի ձեռքով նաև կարող ենք ասել, ուրեմն հետը անպայման պիտի պետականացվի, երկաթուղին անպայման պիտի պետականացվի, հետո մասնավորվի, որովհետև Հայաստանը չի կարող ինքը այդտեղ շատ ներդրումներ մեծ լծակներ ունի, վերին Լարսը ունի, միակ սահմանն է այսօր ըստ էության կարող ենք ասել, որովհետև Իրանը չգիտես ինչ իրավիճակում կլինի սանկցիաների հետ կապված, Թուրքիան, Ադրբեջանը չեն բացել սահմանը, վերին Լարսը մեզ համար շատ կարևոր է, իսկ Իվանիշվիլին ցավոք պրոռուսական քաղաքականություն է վարում, եւ Ռուսաստանը մեծ լծակներ ունի այստեղ դժգոհություններ առաջացնել, որովհետև տնտեսական հարցով դժգոհությունները իրոք խնդիր կարող են առաջացնել, դրա համար էլ Փաշինյանը չի շտապում դուրս գալ ԵՏՄ-ից, որովհետև նա լավ գիտակցում է, որ քանի դեռ Եվրամիության հետ կամ ԱՄՆ-ի չունես հաստատված տնտեսական կայուն կապեր, գոյություն ունեցող կապերի խզումը լուրջ հետևանքներ կառաջացնի։ Հիմա այդ ճնշումներին ավելի շոշափելի կտեսնենք ընտրություններին ավելի մոտ ժամանակահատվածում, թե եթե Հայաստանը պետական պաշտոնական մակարդակով շատ այդպես վնաս չտա ռուսական կողմին, իրենք չեն գտնի պատրվակ, որպեսզի այդ տնտեսական ճնշումները ավելի ռեալ դարձնեն։ Գիտեք, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում վնաս տալ Ռուսաստանին։ Վնաս տալը այսպես է, աշխարհակաղակական իրավիճակը այնպիսին է, Ռուսաստանը ինքը տոքսիկ երկիր է դարձել, շնորհիվ իր քայլերի, Ուկրաինայի, որ կան կենտրոններ, որոնք ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Հայաստանը փոքր երկիր է, նա չի կարող մրցել այդ կենտրոնների հետ, առավել եւս, որ Ռուսաստանը փոխել է իր դաշնակցին, չէ՞ թաքցնում։ Եվ նշում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանն էլ մեզ համար հավասարազոր են եւ կարեւոր են։ Նույնիսկ ինձ թվում է Ադրբեջանը ըստ իրենց հայտարարությունների ավելի շատ Հայաստանը ստիպված է փրկվելու նպատակով, այսպես մի փոքր պարզ ասեմ, բոլոր կենտրոնների հետ շփվել, բայց Նիկոլ Փաշինյանը այնպիսի զգայուն հարցեր, ինչպիսին է ԵՏՄ-ն կամ բազայի դուրս հանելը Հայաստանից 102-րդ ռազմաբազայի անդամ փորձում է հետաձգել։ Այլ քայլ դրական Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանը չի կարող անել։ Այլ հարց է, որ ռուսական պրոքսի գործիքները Հայաստանում շատ ցածր հեղինակություն ունեն, դա եկեղեցուն էլ է վերաբերում, ցավով եմ ասում, ոչ թե եկեղեցուն, այլ եկեղեցու վերնախավին, որովհետև իրենք հեղինակազրկված են եւ Ռուսաստանը ինչքան էլ ուրեմն վճարի փափուկ ուժի դիմաց, տեսանք ՌՊԿ-ում այդ հետաքննությունը, դա չի կարող ասել հայ ժողովրդի տեսակետի վրա։ Դրա համար Ռուսաստանը Փաշինյանի հետ էլ է փորձում հարաբերություններ չխզել, հասկանալով, որ ռուսական այլընտրանքը այստեղ չունի հեղինակություն։